Ամանորի նախաշեմի նոր չրատեսականի Գրիգորյանների փոքրիկ արտադրամասում։ Այս անգամ բոլորովին այլ տիպի ու այլ համի։ Բաղադրատոմսի պատրաստման ընթացքին հետևեց նաև մեր լրատվականը։ Քաշվի հանասույգը, ահա, ինքն է։ Ու աշակել է իրեն պերֆեկտ է։ Իրեն նաչինկայով է, վրանգու կավորիչ նաչինկայ, մեջը սեխ է ու կագալ է։ Համը, բացարձակ ուրիշ է։ Իրեն համը ավելի ուժեղ գալի։ Արդեն երկար տարիներ է, ինչ մեր տեսախցիկից չեն վրիպում Հմայակ Գրիգորյանի ձեռքով պատրաստած չրերը։ Ամեն անգամ նա մեզ զարմացնում է իր նորանոր համերով ու գեղեցկությունով։ Բարձրորակ մրգերից պատրաստած չրերը ամեն տարի զարդարում են շատերի ամանորյա սեղաններն ու բոլորի կողմից արժանանում գովասանքի։ Հզի սա մաքուր չիրն է, չոր բնական չիրն է, բավականին որակյալ շատ։ Տեսնում եք պոպակու որակը նույնիսկ ինչպիսին է, նա սևացած չի։ Ամենանդիր 38 համարի պոպոկն են բարձր բանի չափորոշի չի։ Սա թզին է մնացել, տեսնում եք սա արդեն եմիսի կոնֆետներով պատրաստին է, որ հումք արդեն պատրաստ է, մնում է այսօր շփոթի մեջ թաթախել։ Այստեղ ունենք նաև ուրեմն ծիրանաչիր, կրկին, մաքուր բնական ծիրանն է, կարող եմ ցույց տալ ձեզ, թե ինչպիսի մաքրությամբ, խնդրեմ, սա մեր պատրաստած մաքուր, էկոլոգիապես մաքուր անած շաքարի առանց որից է թունակիմիկատների ծիրանիչին է, որ պատրաստի է արդեն, ու սա պետք է լինի իհարկե ծիրանի բնական շփոթով եւ ինչպես դուք տեսաք, այնտեղ արդեն հյութերը բոլորը պատրաստ են, որտեվ երբ որ մենք միրգը բերում ենք, նաև այդ ժամանակվանից հենց պատրաստում ենք մենք այս ամբողջ իրենք չորացել են արդեն, տեսնում եք, եւ այսօր արդեն իրենք կգնան փաթեթավորման։ Դա կլինի դուփով հատուկ փաթեթավորում, կրաֆտ որակի, դրան ուրեմն թափանցի, կարելի է տեսնել մեջ շարունակությունը, եւ դրանք կլինեն փաթեթավորված որպես տեսականի։ Մի տեսակ չի, սա արդեն թեթինն է, ինչպես դուք ճաշակեցիք, մեջի միջուկի համը տարբեր է։ Մենք, ինչպես գիտեք, արդեն 100 տեսականուց անցնում ենք մեր տեսականու քանակը, եւ այս տարի ունենք նաև նորույթ շարոցների ոլորտում, մեր շուկայի համար նորույթ է, ֆրուչելաների տեսականն է, ինչպես դուք տեսաք, տարբեր համային միջուկներով եւ տարբեր համային շփոթներով։ Համային առումով, որ մենք ասում ենք, մենք նկատի ունենք բնական, մաքուր բնական հումքը, ոչ թե ներկանյութեր կամ ինչ-որ համային հավելումներ։ Մեր պրոդուկտը հիմնականում հենված է մաքուր արտադրության վրա, էկոլոգիապես մաքուր։ Ունենք նաև լայն տեսականի այս տարի լավաշների մրգային, թթի, սալորի, խնձորի, խնձորու սալոր, խնձորու ծիրան, դեղց եւ այլն։ Շատ ունենք թթի լավաշներ, ինչպես նաև հին ուրեմն տեսականին, այսինքն հին ոչ թե արտադրություն, այլ մշտական մեր տեսականին, որ ամեն տարի մշտապես կա, նույն տեսականին, մենք արդեն, ինչպես տեսնում եք, արդեն անցել ենք կամացից հավաքման եւ փաթեթավորման, շուտով մի 10 օրվա ընթացքում մաքսիմում կելնենք արդեն մեր տեղական շուկա։ Այս տարի նաեւ ունենք մեծ պահանջարկ Թիֆլիսյան շուկայից մայրաքաղաքի, ունենք զանգեր, դեռ սպասում եմ մեր պատասխանին, բայց դեռ չենք տա, որտեղ հարմար մեր բաժանորդ, մենք ուզում ենք մշտական բաժանորդի դերում գտնվել։ Սա է։ Ունենք նաև, տեսնում եք, ուրեմն մի քանի տեսակ փաթաթներ, ռուլետներ, հնդկական եւ ուրեմն կաղինով եւ այլն պատրաստված այսպիսի փաթաթներ են, ունենք նաև սալորներ, կանանց սալորի թթվաշիկ է, բայց միջուկայի քաղցրությունը եւ շերտի թթվայնությունը այնքան գեղեցիկ համա
համադրություններ առաջացնում։ Ունենք այսպես ծիրանով պատրաստված փաթաններ, ունենք բնական թթի, այսպես ասած լավաշներ, որոնք նոր են պատրաստել եւ կիսափաթեթավորված արդեն վիճակում է։ Չմոռանանք նշել, որ այս բոլորը պատրաստվում է միայն էկոլոգիապես մաքուր ու անարատ սննդամթերքով։ Այս մեկն էլ բացառություն չէ։ Շտապեք օգտվել եւ դուք գոհ կմնաք համեղ ու հյութալի քաղաքում իր զուգականը չունեցող քաղցր ջրատեսակներից։ Տեսնիք ինչ տեսակի բոբոկով է, ներողությամբ մաքուր, սիրուն։ Իրեն երկարությունը հավասար, խնդրեմ, ստանդարտ է ինքը 45 սանտիմետրանոց շարոցներ են ու հադնդիր բոբոկով։ Բոբոկը մի քիչ մկացել է գույնը, դա բնական է, այդպես պետք է եղնի, որտեղ ինքը պետք է չորանա։ Եթե բոբոկը թաց եղավ, որպես մի կառաջանա եւ ապրանքը կփչանա։